Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է, գործը շուտով կգնա դատարան։ Վերջիններս պատրաստել են իրավունք վերապահող, իրավաբանական փաստ հավաստող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, խոսքը գնում է կատարողական ակտերի մասին, որոնցով ներկայացվել են փաստացի չկատարված աշխատանքները որպես կատարված, ինչպես նաև կատարվել է անհիմն փոխանցումներ։ Գործը վերաբերում է UEFA-ի եւ FIFA-ի բարեգործական ծրագրով ֆուտբոլի ֆեդերացիային Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար գումար հատկացնելուն։ Ընդ որում UEFA-ն եւ FIFA-ն Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար միլիոնավոր դոլարներ են հատկացրել։ Այս գործով առանցքային մեղադրյալ ընդհատակում գտնվող Ռուբեն Հայրապետյանն է, որը 2002-ից 2018 ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է եղել, այլև Զեյթուն կահույքի ֆաբրիկա ընկերության սեփականատերը։ Հանդիսանալով նշված ընկերության փաստացի սեփականատեր, նշված ընկերության տնօրեն Վահագն Դավթյանի հետ խմբի կազմում նույն ընկերության մի շարք աշխատակիցների օժանդակությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի եւ այլ անձանց օժանդակությամբ հափշտակել են միջազգային կազմակերպությունների UEFA-ի եւ FIFA-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրված գումարներից շուրջ 152 միլիոն 680 հազար դրամը։ Հենց այս գումարով պետք է վերանորոգվեին ու կահավորվեին 4 մարզադպրոցները, սակայն քննության պարզվել է, որ կատարվել է ոչ այն ծավալի աշխատանք, ինչ ներկայացվել է։ Չկատարված աշխատանքների ծավալները պարզվել են նախաքննության ընթացքում նշանակված մի շարք փորձաքննություններով։ Գործով ընդհանուր առմամբ 12 մեղադրյալ է անցնում, սակայն դատարան է գնացել 11-ը, քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզվում է, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ 11-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, Հայրապետյանինը կալանքը։ Հայրապետյանն այս գործով հետապնդվում է մի քանի դրվագով խարդախության եւ փողերի լվացման համար։ Նա անցնում է նաեւ այլ գործով Երևանի Աճարյան փողոցի 3 հողամասերն իր հետ փոխկապակցված անձանց օտարելու, հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերն օրինականացնելու համար։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։